Դերասանուհի Աննա Գրիգորյանն, ով հանդիսատեսին ավելի հայտնի է որպես Ան Մինյոն, նկարահանվում է «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում, և նրա մարմնավորած Լիլիթը դարձել է այն կերպարներից, որին մարդիկ սպասում են հենց նոր սերիան սկսվում է։ Լիլիթն ունի հումոր, սրտի ջերմություն և մի տեսակ թեթևություն, որ կարծես հիշեցնում է ամառային արևի վերջին շողը։ Հեռուստադիտողը տեսնում է նրա մասնակցությամբ կադրեր, նա կամաց ժպտում է։ Նրա կերպարը համարվում է հումորային, թեթև և դրական էներգիա փոխանցող։ Լիլիթի տեսարաններն հաճախ դիտվում են ժպիտով, քանի որ Աննան կերպարին տալիս է անկաշկանդ, դիտողի համար հաճելի դինամիկա։ Աննա Գրիգորյանը հանդես է եկել մի շարք հեռուստասերիալներում, մասնակցել տարբեր տեսահոլովակների նկարահանումների։ Բացի դերասանական աշխատանքից, նա զբաղվում է նաև երգելով, նվագում է կիթառ և իհարկե նկարում, ունեցել է սեփական ստեղծագործական նախագծեր, երաժշտական և վիզուալ աշխատանքներ։ Նրա անձնական կյանքում կարևոր տեղ ունի զուգընկերը՝ Արթուր Աբրահամյանը։ Նրանց հարաբերությունների հետաքրքիր կողմերից մեկն այն է, որ սեր առաջինը խոստովանել է հենց Աննան։ Այս փաստը Աննան հիշատակում է որպես իրենց հարաբերությունների բնույթի առանձնահատկություն՝ ազնիվ և ուղղակի։ Աննա Գրիգորյանի գործունեությունը շարունակվում է տարբեր ստեղծագործական ուղղություններով։ Նա համադրում է դերասանական խաղը, երաժշտական փորձերը և նկարչական հետաքրքրությունները, ձևավորելով բազմազան աշխատանքային դրույթ։ Նրա ներկայությունը «Հարսնաձորի լեգենդը» սերիալում մեծացնում է նախագծի դիտելիությունը, քանի որ հանդիսատեսը դրական է արձագանքում Լիլիթի կերպարին և նրան տրված հումորային գծերին։ Նշենք, որ դերասանուհի Աննա Գրիգորյանը հանրությանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից։ Իրականում իր քայլերը նա շատ ավելի վաղուց էր սկսել։ Աննան նկարահանվել է նաև «Էլենի օրագիր» հեռուստասերիալում։ Էպիզոդիկ դերերով հանդես է եկել մի շարք սիթքոմներում։ «Կույր աշխարհ» հեռուստասերիալում Աննային մարմնավորող դերասանուհին ծնվել է Հրազդան քաղաքում։ Աննայի հասակը 162 սանտիմետր է, տարիներ առաջ քաշը՝ 52 կգ։ News AM Style-ը զրուցել էր Աննա Գրիգորյանի հետ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը մեծ սիրով։ Աննա, սոցհարթակներում հայտնի ես Մինյոն Մակ անվամբ, որտեղի՞ց է գալիս այդ կեղծանունը։ Հարցին դերասանուհին պատասխանել էր. «Երբ Մինյոնների մասին ֆիլմը նոր էր թողարկվել, սկսեցի հավաքել նրանց հավաքածուն։ Երբ մի բան նոր է, դրա հավաքածուն ձեռք բերելը շատ դժվար է լինում, բայց ես ամեն բան ունենում էի իրենցից՝ բաժակներ, խաղալիքներ, գրչատուփ։ Դպրոցական տարիներին այդպես գրանցվեցի նաև համացանցում, և ինձ բոլորը սկսեցին Մինյոն կամ Մինյոնչիկ ասել։ Երբ Աննա էին կանչում, արդեն չէի արձագանքում։ Հետո իմացա նաև, որ ֆրանսերենից թարգմանաբար Մինյոն նշանակում է նրբություն, նաև այդպիսի ազգանուն կա։ Որոշեցի հենց այդպես էլ թողնել մականունս։ Արդեն 10 տարի է մտերիմներս հենց այդպես են ինձ դիմում»։ Երբ սկսեցիր նվագել կիթառ, կրթություն ունե՞ս, թե ինքնուս ես։ Կիթառ սկսել եմ նվագել 12-13 տարեկանից, երբ մայրիկիցս նվեր ստացա։ Այդ երաժշտական գործիքը, դա ծննդյանս նվերն էր, ինքս էի խնդրել, որ ունենամ։ Սկզբում հոլովակների ցուցումով նվագում էի, հետո երբ արդեն հանդիպում էի կիթառահարների հետ, ինձ հետաքրքրող հարցեր էի տալիս, խնդրում սովորեցնել այս կամ այն բանը։ Ամեն մեկից մի բան վերցրել եմ, բայց երաժշտական կրթություն ունեմ։ Հրազդանի երաժշտական դպրոցում կանոն նվագել եմ սովորել։ Ինչ կրթություն ես ստացել։ Դպրոցին զուգահեռ սովորել եմ Հրազդանի արվեստի դպրոցում նկարչության բաժնում, որն ավարտել եմ կարմիր դիպլոմով։ Ինչպես նշեցի, հաճախել եմ երաժշտական դպրոց, նաև ժողովրդական պարերի։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Երևան, ընդունվել Գեղարվեստի պետական ակադեմիա։ Ընդունվել եմ նաև Երգի պետական թատրոն, որտեղ 1 տարի սովորել եմ։ Ինչպես սկսեցիր հետաքրքրվել նկարահանումներով։ Նկարահանումներով միշտ եմ հետաքրքրված եղել, պարզապես երբ բնակվում էի Հրազդանում, հաճախակի չէր ստացվում Երևան գալ։ Սկսեցի այդ ամենով ավելի հետաքրքրվել, երբ ուսման նպատակով տեղափոխվեցի Երևան։ Ի դեպ, հայրիկս սկզբում դեմ էր, որ նկարահանվեի, բայց ես համառեցի։ Ճիշտ է, հայրիկիս դեմ եմ գնացել, բայց դա արել եմ հանուն իմ երազանքների ու նպատակների, որպեսզի հասնեմ մի կետի, որ նա ինձանով հպարտանա։ Ո՞րն է եղել առաջին նախագիծը, որում նկարահանվել ես։ Ես իմ քայլերը սկսել եմ ինդիվիդուում քասթինգից։ Սկզբնական շրջանում այնպես է եղել, որ
Գուցե ես չերևայի նախագծում, բայց երևար օրինակ ձեռքս։ Ես դրանից չէի նեղվում, փորձում էի փոքրիկ քայլերով առաջ գնալ։ Առաջին խոշոր նախագիծը, որում նկարահանվել եմ, եղել է Շանթ հեռուստաընկերության Էլենի օրագիրը սերիալը, որտեղ կրկին ներկայացել եմ կիթառ նվագող աղջկա կերպարում, ինչով էլ մինչև օրս ինձ հիշում են էպիզոդիկ դերերով շատ սիթքոմներում եմ հանդես եկել։ Ինչպես ստացվեց մուտքդ կույր աշխարհ հեռուստասերիալ։ Կույր աշխարհում ընտրվել եմ քաստինգի միջոցով, կրկին աչքի ընկա կիթառ նվագելուս հմտություններով, շատ շնորհակալ եմ մեր թիմին ինձ նկատելու համար։ Ես դերասանական կրթություն չունեմ, սակայն նկարահանումների ընթացքում մեծ փորձ եմ ձեռք բերում։ Բնավորությունդ, ամենադրական գծերն ըստ քեզ, կարծում եմ ես դրական էներգիա եմ տալիս բոլորին, ուր էլ որ լինեմ, ցանկացած շրջապատում փորձում եմ ինչ-որ դրական բան ասեմ կամ անեմ, որպեսզի մարդկանց կտրեմ վիրտուալ կյանքից ու միասին մի հետաքրքիր բանով զբաղվենք։ Չեմ վախենում ծիծաղելի իրավիճակներում լինել, եթե դա կարող է բարձրացնել կողքինիս տրամադրությունը, նաև բարի եմ, հասնող, շփվող ու նպատակասլաց։ Բնավորությանդ ամենաբացասական գծերը։ Ամեն ինչ շատ ծանր եմ տանում այն աստիճան, որ հնարավոր է որևէ իրավիճակ նույնիսկ ինձ հետ կապ չունենա, բայց ես հիշեմ դա ու նեղվեմ։ Անգամ մուլտֆիլմի հերոսի հետ կատարվածը, գուցե ծանր տանեմ ու տխրեմ դրանից։ Դա գուցե լավ գիծ է, բայց կյանքում ինձ հաճախ խանգարում է։ Նաև ուզում եմ նշել, որ չափազանց չկողմնորոշվող եմ։